Սա այն ծրագիրն է, որը մենք 2018 թվականին սկսեցինք 5 միլիարդ դրամից սկսեցինք, այդ տարի կարծեմ 19-ին 5 միլիարդից սկսեցինք, այդ տարի 5 միլիարդի կարծեմ կեսը հնարավոր չեղավ իրացնել ծրագրերի բացակայության պատճառով։ Հիմա ինչքան եղավ այս տարի 33 միլիոն։ Մի րոպե, պետական ընդհանուր ծրագիրն է պետք է ասել, պետական բյուջե, այդ նշանակում է 60 միլիարդ։ Ավելի քան 60 միլիարդ։ Ավելի քան 60 միլիարդ։ Այսինքն մենակ այս տարի համայնքներում 150 միլիոն դոլարի ներդրում է արվել սուբվենցիոն ծրագրերով, ասենք որ մնացած պատկերացրեք Բերդում հենց հեսա հիշողությամբ հիշենք, Գանձակար Իծակար ճանապարհը, Նավուր Թթուջուր ճանապարհը, Չորաթանի ճանապարհը եւ այլ, այսինքն պետական բյուջեի միջոցներով հլա լրացուցիչ ինչեր ենք արել այս տարվա ընթացքում համեցեք 55 միլիարդ դրամ պետական բյուջեի միջոցներով հատկացել են ճանապարհաշինարարությանը, որի պատվիրատուն եղել է ճանապարհը 55 միլիարդ դրամ ճանապարհաշինությանը, որի պատվիրատուն եղել է ճանապարհային դեպարտամենտը, եւս 2 միլիարդ դրամ պետական բյուջեից հրատապ ծրագրերի մասով եւ 2 միլիարդ դրամ մասնակցային բյուջետավորման ծրագրի մասով։ Այսինքն այս տարի մոտավորապես ստացվում է 300 միլիոն դոլարի չափով, հա, ճիշտ հաշվեցի, թե մի քիչ պակաս։ Լավ, կարող է մի քիչ մոտ 300 միլիոն դոլարի չափ, մենակ այս թվարկված ծրագրերով, այսինքն դպրոցները չենք ասում, մանկապարտեզները չենք ասում, առողջապահական կենտրոնների, հուշարձանների նորոգումը չենք ասում եւ այլն, այսինքն այս աներևակայելի թվեր են, որ ներդրվում է, հետո էլ ասում ենք մեր տնտեսության զարգացում բա որտեղից է, այստեղից։ Ում պետք է շնորհակալություն հայտնենք առաջին հերթին Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող, հարկերը վճարող եւ մոռանում եմ միշտ հիմա մի բան էլ ենք ավելացրել ՀԴՄ կտրող տրամադրող եւ ՀԴՄ պահանջել չմոռացող քաղաքացիներին պետք է շնորհակալություն հայտնենք, մանավանդ որ մոռացողների թիվը ոնց որ թե հենց ահագին շատ է եւ շատ է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար